Ընկերներ ողջույն։ Ուզում եմ ձեզ հետ կիսվել մի քանի տեղեկություններով, փաստերով Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որովհետև կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե Ռուսաստանը ինչ միջոցների է դիմում եւ դիմելու, որ เป զի ազդեցություն ունենա այդ ընտրությունների արդյունքների վրա։ Եվ վերջին մի քանի օրերին ես Մոլդովայում էի, այնտեղ պետական եւ հասարակական տարբեր շրջանակների հետ հանդիպումների ժամանակ մեզ պատմել են, ներկայացրել են, թե ինչպես է Ռուսաստանը փորձել, ինչ գործիքներով եւ ում միջոցով ազդել մի քանի ընտրությունների արդյունքների եւ դրանց ելքերի վրա։ Կարծում եմ, որը մեզ համար եւս շատ կարեւոր է եւ ուսանելի։ Խնդրում եմ անպայման բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին եւ օրվա իրադարձություններին էլ հետևեք Telegram-յան ալիքում, դրա հղումն էլ այս տեսանյութի մեկնաբանության բաժնում է։ Նախ նշեմ նրան այդ հայտնի Կիրիենկոն, որը Հայաստանի մասով կուրատորն է, համակարգողն է, նա զբաղվում է նաև Մոլդովայով։ Եվ մի բան հստակ նշում էին Մոլդովայում, նաև պետական շրջանակները, որ Հայաստանի դեմ ճնշումը շատ ավելի մեծ է լինելու, որովհետև այսպես ասած պարտվելով նաև Մոլդովայում, Կիրիենկոն նաև անձնապես հեղինակություն փրկելու հարց ունի եւ նաև Ռուսաստանը պարտվելով Մոլդովայում ամեն ինչ անելու է, որ այսպես ասենք Հայաստանում պարտություն չկրի եւ կարծում եմ մեր խորհրդարանական ընտրություններից առաջ այնինչ տեղի է ունեցել Մոլդովայում կամ Մոլդովայի դեմ բավականին հետաքրքիր է, որպեսզի մենք կարողանանք որոշակի կանխարգելիչ միջոցներ կիրառել։ Ինչու եմ սա այս մասին ձեզ հետ կիսվում։ Ես վստահ եմ նաև, որ մեր պաշտոնական շրջանակները գործակցում են մոլդովական կողմի հետ։ Կիսվում եմ ձեզ հետ նաև, որովհետև այդ ընտրություններին մենք ուղիղ մասնակցություն ենք ունենալու եւ շատ կարեւոր է, որ կարողանանք այսպես ասած գոնե հնարավորինս թացը չորից տարբերակել եւ չտրվել կեղծիքի, մանիպուլյացիաների, դե էլ չեմ ասում տարբեր, այսպես ասենք, ֆինանսական առաջարկների, հա, ինչը տեղի է ունեցել նույն Մոլդովայում, դրանք ձայների գնումն են, փողով միտինգներին մասնակցությունը, քաղաքական եւ հոգեվոր շրջանակներին տարբեր տեղեկատվական արշավներում, մանիպուլյացիաներում օգտագործելը հասարակության վրա ազդեցություն թողնելու համար ու նման պատմություններ։ Իդեպ նշեմ, որ անկախ հետազոտողներ, անկախ լրագրողներ, կազմակերպություններ ընտրություններից ընդառաջ հայտնում էին տարատեսակ զանգվածային գործիքների մասին, որ Ռուսաստանը կիրառում էր Մոլդովայի դեմ, դրանք փաստագրում էին, բայց նաև բոլորովին այլ է, երբ օրինակ մեր հանդիպումների ժամանակ այդ մասին որպես փաստ խոսում ներկայացնում եւ պատմում էին նաև տարբեր պաշտոնյաներ։ Նախ սկսեմ նրանից, որ Մոլդովայում, ինչպես իրենք նշեցին, եզակի դեպքերից է եղել, որ տեղի է ունեցել massայական ձայների գնման գործընթաց, հսկայական ֆինանսներ են այդտեղ ներդրվել եւ ինչպես էին կառուցում այդ ֆինանսական սխեմաները, massայական ձայների գնման process, միտինգներին փողող մասնակցության process, մենք ձեզ կասեմ, թե ինչպես էր դա արվում բանկերից մեկը, ռուսական բանկերից մեկը, որը աֆիլիացված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ, որի միջոցով են տարբեր ինչ-որ գործարքներ իրականացնում, նրանք ուրեմն, քանի որ ռուսական քարտեր եւ այլն, հա, սանկցիաների տակ են, նրանք ինչ էին անում Մոլդովայի քաղաքացիների համար, ուրեմն բացում էին այդ բանկի application-ը եւ այնտեղ գրանցում էին այդ մարդկանց եւ այդ մարդիկ ուղակի հեռախոսում ունենալով այդ բանկի application-ը ստանում էին գումար ինչ-ինչ ծառայություններ մատուցելու համար կամ ինչ-ինչ գործողություններ իրականացնելու համար։ Ու հետո դե չեն կարող, չէ, օգտագործել այդ գումարը, որովհետև այն պետք է կանխիկացվի, կանխիկացման հնարավորություն չկա Մոլդովայի տարածքում, ինչ էին անում։ Մերձդնեստրը էին գնում մարդիկ եւ Մերձդնեստրում կանխիկացնում էին արդեն այդ գումարները։ Մերձդնեստրը, ինչպես գիտեք, Մոլդովայի մաս է, որը այս պահին գտնվում է ռուսական վերահսկողության ներքո, դա Մոլդովայի առանձնահատուկ եւ մեծ խնդիրներից մեկն է, իմաստեղ չխորանանք, կարծում եմ դուք տեղյակ եք։ Այսինքն տարատեսակ միջոցներ, մեթոդներ, որ Ռուսաստանը կիրառել է, ամենը այսպես միասին հավաքված կոչենք հիբրիդային պատերազմ, հա, հիբրիդային գրոհներ։ Նշեմ, որ
հսկայական գումարները, որոնք Ռուսաստանը կենտրոնացրել է, իրենք ասում էին հասնում էր մինչև 200 միլիոն դոլարի։ Մոլդովայում աշնանը սեպտեմբերին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Դրանից առաջ մի տարի առաջ աշնանը տեղի ունեցան նախագահական ընտրություններ ու երկրի Եվրամիության անդամակցության հանրաքվե, կարծում եմ բոլորիդ հիշում եք, որ դա այսպես ասենք մազի վրա անցավ այդ նաև հանրաքվեն եւ խորհրդանում հայտնվել է Եվրոպամետ կամ ժողովրդավարամետ ուժերը մեծամասնություն կազմելը, որտեղ առանցքային նշանակություն ունեցավ մոլդովական սփյուռքը, որի հենց քվեարկության արդյունքներով հնարավոր եղավ այդ ընտրություններում գրանցել դրական ելք եւ ի դեպ դրանից հետո նաեւ ռուսական կողմում մեդիաներում սկսեցին թիրախավորվել նաեւ մոլդովական սփյուռքի ներկայացուցիչները։ Հիմնական թեզերից մեկը, որը ռուսական կողմը տարածել է կեղծ բոտային հաշիվներով, տարածել է հոգևորականների միջոցով, ում հավաքագրել է քաղաքական տարբեր գործիչների կամ հասարակական գործիչների միջոցով, դրանք այն նույն թեզերն են կեղծ, որ Հայաստանում են տարածվում։ Մոլդովայի կամ մոլդովացիների ինքնության ոչնչացում, եթե նրանք գնում են դեպի Եվրոպական միություն, եկեղեցու ոչնչացում, LGBT, ընտանեկան արժեքների ոչնչացում, քայքայում ու նման բաներ, հա, այս ամեն ինչը տիպիկ բնորոշ է մեր իրականությանը, տիպիկ են գործիքների շարքից է, որ ռուսական կողմը տեղական իր քարոզիչների միջոցով կիրառում է պետության ու հենց մեր դեմ։ Եվ այստեղ խնդրում եմ ուշադրություն դարձրեք, սա կարևորությունը ինչու՞մն է կայանում։ Սա կարևորությունը նրանում է, որ թիրախում մեր բոլորի գիտակցությունն է, մեր բոլորի տրամաբանությունն է։ Նրանք փորձում են ազդել մեր գիտակցության վրա, որ เป զի ոչ միայն կեղծ տեղեկություններով, այլ նաև շատ ավելի վտանգավոր տեղեկատվական մանիպուլյացիաներով փորձում են մեզ համոզել, որ այն ճանապարհը, որը Հայաստանը եւ որը մենք ընտրել ենք, դա սխալ ճանապարհ է եւ այդտեղ բարձրացնում են մեծ էմոցիոնալ ֆոն, թիրախավորում են մեր ինքնությունը, չգիտեմ, ազգային արժեքները, եկեղեցին, ընտանեկան ինչ որ ավանդական արժեքներ ու նման բաներ, որպեսզի մեր մոտ ոչ թե միտքը արձագանքի, այլ էմոցիան արձագանքի։ Իսկ էմոցիոնալ մակարդակում բնականաբար մարդուն մանիպուլացնելը, մարդու մեջ տարբեր վախերներ շնչելը եւ դրանով դրդված նրան ստիպել ընտրություն կատարել ոչ թե իր խղճի եւ մտքի հիման վրա, այլ զուտ էմոցիոնալ դրդապատճառներով, որի հիմքում կեղծիքը եւ մանիպուլյացիան է, մենք ինչ կլինենք դրանից հետո, իհարկե, առաջին հերթին կկորցնենք մեր ինքնությունը, մեր արժեքները ու այն ամեն ինչը, ինչը մենք մեզ համար եւ մեր պետության համար կարեւոր ենք համարում եւ ձգտում ենք այսքան դժվարությունների, մեղմ ասած դժվարությունների միջով անցնելուց հետո։ Ուրեմն նշեմ, որ ինչն էր նաեւ ինձ համար շատ ցավալի, որ Մոլդովայի պաշտոնական շրջանակները նշում էին, որ այդ գումարների հսկայական հոսքը, ֆիզիկական գումարների հսկայական հոսքը իրականացվել է Երևանի եւ Ստամբուլի միջոցով, այսինքն մոլդովացիները, որոնք մեկնել են Ռուսաստան, նրանք չեն կարող $10,000-ից ավել գումարով միանգամից վերադառնալ Մոլդովա, իսկ այդտեղ միլիոնավոր դոլարների մասին է խոսքը։ Նրանք գալիս են Երևան կամ գալիս են Ստամբուլ եւ այդտեղից այդ գումարներով, ինչ որ սահմանափակ չափերով մինչեւ $10,000, հա, մարդիկ գալիս են Մոլդովա եւ գումարներ արդեն նաեւ ոչ միայն on-line, այլ նաեւ ֆիզիկական տիրույթում դնում էին գործի մեջ, կիրառում էին եւ մարդկանց կաշառելու գումարներով տարբեր միտինգների գնալու համար իդեպ նշեմ, որ Մոլդովայում հայտնի լրագրողներից մեկը, ում եւս հնարավորություն ունեցանք հանդիպել եւ որոնք իրենց հետաքննությամբ բացահայտել էին այդպիսի մի ամբողջ ցանց եւ սխեմա, մասնակից է դարձել, որպեսզի տեսնի թե ինչպես է դա ներսից տեղի ունենում, իրականանում։ Լրագրողներից մեկը Telegram-յան հատուկ ալիքներ են բացում, որտեղ սկսում են մարդկանց կոորդինացնել եւ կոմունիկացնել։ Տվյալ լրագրողը ընդունվել է Telegram-յան ալիք, պատրաստակամություն է հայտնել գումարի դիմաց, մասնակցել միտինգների, մասնակցել է միտինգի, այնուհետև պատրաստակամություն հայտնելով այլ մարդկանց եւս հավաքագրել եւ ավելի ակտիվ գործունեություն իրականացնել փողով, ռուսական փողով ընդդեմ Մոլդովայի, նրան ընդգրկել են արդեն ավելի նեղ, այսպես ասած, վստահելի
խմբերի շրջանակ եւ այդտեղ նրանց գործողությունների դաշտը կամ նրանց պատվիրակումը ինչ-ինչ գործողություններ իրականացնելու եւ նաեւ ֆինանսի քանակը իհարկե արդեն սկսել է փոխվել շատ հետաքրքիր պատմություն է դա ու նշեմ որ այդպիսի օրինակ Telegram-յան ալիքներում որոնք ղեկավարվում են Ռուսաստանի կողմից օրինակ նույն Մոլդովայում մենակ նույն Մերձդնեստրում 120,000 մարդ է ապրում, ասացին կարծես, եւ օրինակ այդպիսի մի խմբում Ռուսաստանի կողմից վերահսկվող Մերձդնեստրից 100,000 մարդ կա միայն այդպիսի խմբում։ Դե Մերձդնեստրի օրինակը ինքը նաեւ շատ տիպիկ եւ առանձնահատուկ է, ես նշեցի, որ ռուսական վերահսկողության ներքո է տարածքը եւ այնտեղ բացառապես երևի այլ տրամաբանություն չէր կարող գործել, հա, այսինքն ռուսական նարատիվների դրանց աջակցելու տեսանկյունից եմ ասում։ Իդեպ նշեմ, որ Մերձդնեստրի բնակիչները, որոնք Մոլդովայի քաղաքացիներ եւս քվեարկելու իրավունք ունեն եւ իրենք մասնակցում են քվեարկությունների, այսի շատ դժվար հարց է, բայց դա Մոլդովայի ներքին հարցն է, հա, մենք կենտրոնանանք իմ անած բաների վրա, որոնք կարող են ընդհանրական լինել նաեւ մեզ համար։ Նշեմ նաեւ, որ ապատեկատվություն տարածելու, տեղեկությունները մանիպուլացնելու, մարդկանց խաբելու, նրանց հույզերի վրա ազդելու համար, երկրում անկայունություն հրահրելու համար Ռուսաստանը օգտագործել է նաև մոլդովացի հոգևորականներին, ելի նույն թեզերը տարածելով եկեղեցի, ինքնություն, պետության ընտրած սխալ ճանապարհը, որը քայքայում է այդ ամեն ինչը եւ այլն, բազմաթիվ փաստեր ներկայացրեցին մոլդովացի պաշտոնյաները եւ հասարակական գործիչները, թե ինչպես են այդ հոգևորականները նաև ուղիղ ֆիզիկապես Սերբիայում, օրինակ, Ռուսաստանի կողմից մասնակցել դասընթացների, թե ինչպես պետք է մոլորեցնել իրենց հանրությանը, որ เป զի ստանան այս կամ այն քաղաքական իրադարձությունից Ռուսաստանի համար ցանկալի ելք կամ ցանկալի արդյունք։ Իրավիճակը այնքան նման է։ Մեզ կարծում եմ, այստեղ մենք հիմա բոլորս մտաբերում ենք այն իրավիճակը, որ կապված է իշխանության ու եկեղեցու վերնախավի հետ, այն հոգևորականների հետ, ովքեր այսօր կալանավորված են եւ անցնում են քրեական գործերով, նրանց ձևավորած քաղաքական շարժումները, նրանց տարածած նարատիվները, ինչու՞ միայն նրանց, այդտեղ գումարում ենք նաեւ այն պսևդո քաղաքական շրջանակներին, ովքեր առավոտից երեկո խոսում են ինչ-որ ինքնության վտանգների մասին, ոչ մի քաղաքական ասելիք չունեն, որովհետև իրենք եւս սпасարկում են, կարծում եմ ձեզ համար պարզ է, եւս սпасարկում են հենց Ռուսաստանի այս պատվերը եւ Ռուսաստանի շահերը ու Մոլդովայում երբ հետաքրքրվեցինք թե որը այնուամենայնիվ եղավ որ Մոլդովան հնարավորություն ունեցավ դրան դիմակայելու նշեցին երեք փաստ նախ առաջինը որ Ռուսաստանը չէր կանխատեսել եւ թերագնահատել էր Մոլդովային, որ կկարողանա թեկուզ շատ մեծ դժվարությամբ, բայց կկարողանա դիմագրավել եւ թեկուզ մեծ դժվարությամբ, այսպես ծայրը ծայրին գրանցել արդյունք, որը իսկապես այդ ժողովրդի եւ այդ պետության ընտրությունն է, առաջինը թերագնահատել էր Մոլդովային, երկրորդը Եվրամիություն, Մեծ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ, ովքեր մեծ օգնություն են ցույց տվել Մոլդովային պայքարելու ռուսական հիբրիդային կոգնիտիվ պատերազմների դեմ, եւ երրորդը արևմտյան հետախուզական կառույցների աշխատանքը եւ աջակցությունը մոլդովական իշխանություններին, որոնք եւս նրանց հնարավորություն են տվել ոչ միայն պատասխանել կամ արձագանքել այդ հիբրիդային կոգնիտիվ գրողներին, այլ նաև կանխարգել էլ դրանք։ Այսինքն ինչ-ինչ տեղեկություններ են նաև ստացել սպասվելիք գործողությունների մասին եւ Մոլդովան պետական իր համակարգով, տարբեր ինստիտուտներով սկսել է պատրաստվել դրանց արդեն կանխարգելելուն, ոչ միայն հակազդելուն, ոչ միայն պատասխան տալուն եւ նաև հանրությանն է պատրաստել, որովհետեւ Մոլդովան ունի ռազմավարական հաղորդակցության վարչություն, որը ունի նաև Հայաստանը, որի մասին դեռ շատ չի խոսվում, դեռևս եւի պաշտոնապես դրա մասին դեռ կհայտարվի, չգիտեմ, տեսնենք։ Նշում էին, որ իրենց ռազմավարության կարևոր գործիքներից մեկը այն է, որ իրենք ցանկացած Ռուսաստանի կողմից ցանկացած գրոհի կամ դրա նախապատրաստության դեպքում իրենք միանգամից դուրս են գալիս հանրություն։ Իրենք միանգամից դուրս են գալիս եւ հանրությանը հայտարարում են, թե ինչ կարող է սպասվել,
ինչ տեսակի գրոհ կարող է տեղի ունենալ, կամ արդեն միանգամից հանրայնացնում էին տեղի ունեցած հիբրիդային գրոհի կազմակերպչին, կիրառած մեթոդներին եւ լուծելիք իբր իրենց համար խնդիրներին։ Օրինակ, ելի մի օրինակ բերեմ Մոլդովայի այս վերջին ընտրություններից առաջ, որ սեպտեմբերին տեղի ունեցան, խոսքը խորհրդանական ընտրությունների մասին է, ուրեմն ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ ռուսական կողմը պատրաստում է կեղծ իմեյլներ, նամակներ եւ ուղարկում Մոլդովայի պետական դպրոցների բոլոր տնօրեններին։ Այդ նամակները պատրաստվում են Մոլդովայի կրթության նախարարության նամակների, բնօրինակների տեսքով, այնտեղ բառամթերքը, ինչը կիրառում է Մոլդովայի տվյալ նախարարությունը, նրանց լոգոն, ստորագրություն, կնիկ, ձևակերպումները եւ ամեն ինչ ուղարկում է, եւ ինչ է լինում այդ նամակի բովանդակությունը, որ մեկ շաբաթ հետո, այսինչ օրվանից, բոլոր դպրոցներում պետք է կիրառվի եւ անցնեն դասընթացներ երեխաները իրենց ինքնության, ինչ որ գենդերային ինքնության ճանաչման, սեռական դաստիարակության, որի առանցքում պետք է լինի այն մոտեցումը, որ երեխային հասցնեն, որ ինքը կմեծանա եւ իր գենդերի մեջ ինքը նոր կկողմնորոշվի։ Պարզա չէ, թե սա ինչ էմոցիոնալ արձագանքի ա բերում դպրոցներում այդ երեխաների ծնողների մոտ ու Մոլդովայի տիպի վատ իմաստով չեմ ասում երկրում ինչպիսի զգայուն հարց է արծարծվում կեղծ, որը դառնում է պայթում ռումբի պես, դառնում համընդհանուր քննարկման առարկա, եւ դպրոցի տնօրենը չեն տարբերում, որ այդ նամակը կեղծ է, որովհետեւ այդ նամակը սարքած է հենց իրենց կրթության նախարարության բնօրինակ նամակներից մեկի հիման վրա, նույն բառապաշարով, նույն ձեռագրով է այդ ամեն ինչը արվում։ Եվ հետո բնականաբար բումը սկսվում է եւ ռազմավարական հաղորդակցությունների իրենց վարչությունը, որը կարողանում է նաեւ իդենտիֆիկացնել, թե որտեղից է ինչ նպատակներով եւ այլն, ինչի հենց ընտրություններից մի շաբաթ առաջ է դա տեղի ունենում այդ զգայուն հարցերի վերաբերյալ, այդպիսի մանիպուլյացիաներ ու կեղծտեղեկությունների տարածում պարզ է, չէ, որ մարդիկ գնան եւ դեմ քվեարկեն, օրինակ Մոլդովայի եվրոպական ընտրությունը երաշխավորող քաղաքական ուժերին կամ դեմքերին եւ ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը միանգամից հանրություն է դուրս գալիս հայտարարում է թե ով է դրա հետևում կանգնած, ինչ խնդիր է դրանով լուծում, ինչպես է տեղի ունեցել այդ ապատեղեկատվությունը կամ այդ մանիպուլյացիան եւ այլն, բայց սա էլի իհարկե դա լավ է եւ հուսամ որ հայաստանի ռազմավարական հաղորդակցությունների այդ Stratcom ասվածը, այդ վարչությունը եւս այսպեսին կլինի, այսինքն տեղեկությունը հիբրիդային գրոհը ստանալու դեպքում նույնականացնելուց հետո միանգամից դուրս կգա հանրություն ու կասի թե դա որտեղից է գալիս եւ ինչ նպատակներ է հետապնդել իր համար, որովհետեւ եթե դա չանի, երբ այդ կառույցի աշխատանքը պետք է լինի 0, ոչ մի արդյունավետություն չունենա։ Այն դեպքում որ Մոլդովայում դուրս են գալիս հանրություն եւ ասում են, միևնույն է այդ ապատեղեկատվության եւ մանիպուլյացիայի առաջին ազդեցությունը մնում են շրջանակներ, որոնց վրա դա մնում է, հետքը թողում է, նստվածք է թողնում, որքան էլ դու ելնես հազար ու մի բան հերքես։ Դե պատկերացրեք այն դեպքում, երբ որ այդ հերքումը չկա, այսինքն չկա ռազմավարական հաղորդակցության տրամաբանությամբ այդ հերքումը, այսինքն sense առանձին ինչ որ մի պաշտոնյան միտեղ մի բան կհերքի, մեկը միտեղ մի բան կհերքի ու այսպես համակարգված չկա այդ մոտեցումը, հա, ես հուսով եմ որ մեզ մոտ էլ կլինի համակարգված, եւ շատ ուղիղ դուրս կգան եւ մեզ կասեն թե որտեղ է այդ մանիպուլյացիայի ինքնությունը, որտեղից է գալիս, ինչ նպատակ է հետապնդում եւ ինչ խնդիրներ են դրանով ուզեցել լուծել։ Նաև նշեմ, որ Բալկանին հետաքրքիր տեղեկություններ էին հայտնում Մոլդովայի իրավապահ համակարգի ներկայացուցիչները, թե ինչպես են տասնյակ մարդկանց տներում խուզարկություններ իրականացվել եւ քեշ գումարներ հայտնաբերել, հա, օրինակ հենց սեպտեմբերին ընտրությունների նախաշեմին միանգամից ընդհանուր 1 միլիոն
եվրոյի գումարներ են հայտնաբերել, դրանք հսկայական գումարներ են, մինչև $2 միլիոն հասնում են իրենց բառերով, ու այդ մարդիկ միանգամից ձերբակալվում եւ լիկվիդացվում էին, եւ այդ գումարները բնականաբար գնում էր արդեն պետության գանձարան, այսպես ասած, կատակով նշում էին, որ տենց էլի մի քանի 100 միլիոնի Ռուսաստանը կարծես ներդրում է արել Մոլդովայի պետբյուջեի մեջ, սա իհարկե կեսկատակ ավելի լավ է, օրինակ մեզ մոտ այդ ներդրումները չլինեն եւ մենք կարողանանք ինքներս մեր որոշումները կայացնենք։ Ցավոք շատ բան չեմ կարող շատ ուղիղ եւ շատ պարզ ասել, որովհետեւ պարզ է, որ այդ հանդիպումները անձինք, ովքեր ներգրաված էին այդ հանդիպումներում, դրանք չհանրայնացնելու այդ անձանց նաեւ չհանրայնացնելու պայմանավորվածության հիման վրա են, սրանք այն տեղեկություններն են, որոնք ես կարող եմ ասել, որոնք շատ նաեւ նույնական են մեզ համար, իդեպ իրենք նշում էին, որ ակտիվ հետևում են նաեւ հիբրիդային գրոհների միջոցներին, որ Ռուսաստանը կիրառում է Հայաստանի դեմ, նշում էին, որ իրենց կարծիքով Հայաստանը ավելի շատ գուցե կարող է հայտնվել թիրախում, հենց այսպես ասած նաև Մոլդովան կորցնելու այդ տրամաբանությունից ելնելով, գոնե ինչ որ ձևով Հայաստանը պահելու համար։ Եվ շատ ուրախ եմ, որ մոլդովացի պաշտոնյաները ասացին, որ հենց այս հարցերով Հայաստանի իշխանությունների համապատասխան մարմինների հետ կա կապ կա փոխգործակցություն, ինչը շատ ողջունելի է, որ մոլդովական կողմը կիսվում է իր փորձով եւ ողջունելի է, որ մենք էլ հետաքրքրված ենք, որովհետեւ թեզերը, մանիպուլյացիաները, մեթոդաբանությունը, գործիքները գրեթե նույնական են։ Եվ ինչու եմ ասում գրեթե, որովհետեւ պարզ է, չէ, որ դրանք գործի են դրվում հաշվի առնելով այդ ժողովրդի այդ քաղաքացիների ինչ-ինչ առանձնահատկություններ, հարցեր, որոնց նկատմամբ այդ ժողովուրդը շատ ավելի զգայուն կարող է լինել ու նման բաներ, բայց ես չեմ ուզում ասեմ հետ սովետական երկրներ, որովհետև տերմինից ուղղակի զսվում եմ, երկրները, որոնք օրինակ նույն Մոլդովան եւ Հայաստանը, որոնք ինչ-ինչ ընդհանրություններ կարող են ունենալ նաեւ հասարակական ընկալումների, պատկերացումների տրամաբանությունից ելնելով, օրինակ ազդվում են այդպիսի թեմաներից, հա, այդ նույն եկեղեցու կամ եկեղեցականների ինքնության, չգիտեմ, ընտանեկան արժեքների, ինչ որ ավանդական արժեքների մասին ու այսպես շարունակ, հա, շատ հետաքրքիր է, որ Վրաստանը, իհարկե Վրաստանին այնքանով, որքանով որ գիտեմ, որովհետև այդպիսի հնարավորություն չեմ ունեցել վրացի ինչ-որ պաշտոնական շրջանակների տեղեկանալու մանրամասներից, գուցե հասկանալի պատճառներով, Վրաստանում եւս նշեմ, որ եկեղեցու կամ եկեղեցու ներկայացուցիչներին Ռուսաստանը ակտիվ գործի է դրել տարատեսակ քաղաքական պրոցեսների ժամանակ։ Եվ հետ տարօրինակ չի, եւ հետեւաբար նաեւ հետ տարօրինակ չի, երբ Հայաստանում ամենաբարձր մակարդակով հայտարարություն է լինում, որ օրինակ կարող է Եզրաս Ներսիսյանը, ոչ թե կարող է Եզրաս Ներսիսյանը ագենտ է ԿԳԲ-ի, եւ այստեղ զարմանալու ոչինչ չկա, զարմանալին է նա, որ այդ մարդը հազար անգամ եկավ գնաց Հայաստան, բայց ձեռնաշղթաները վզից չկապեցին մցնեին համապատասխան տեղը, դա է զարմանալի, ոչ թե փաստեր արձանագրել, որոնք առանց այդ էլ մենք բոլորս գիտենք, հա, այդտեղ ինչ-որ մեծ բացահայտումներ չկան։ Եվ նշեմ, որ հուսով եմ, որ Հայաստանը ըստ արժանվույն պատրաստվում է 26 թվականի ընտրություններին ընդառաջ ռուսական միջամտություններին հակազդելուն, որովհետև որքան էլ ամեն ինչ մնա մեր ողջախոհությանը, այնուամենայնիվ այստեղ պետք է նաև պետական մոտեցում, այստեղ նաև պետությունը իր անելիքը ունի, ինստիտուտները չեն կարող այդպես ձեռքերը ծալել նստել եւ ասել դե մեր ժողովուրդը ողջախոհ է եւ չի տրվի այդ մանիպուլյացիաներին, ապատեղեկատվությանը, կմերժի ֆինանսական հովանավորչությամբ ինչ-ինչ քայլերի գնալը ու նման բաներ, հա, հասկացանք, իսկ ինստիտուտները ինչ պետք է անեն, դրա մասին էլ պետք է էլի խոսել ու հուսով եմ, որ այդ ինստիտուտները իսկապես պատրաստվում են այդ ամեն ինչին, բայց ես եւս մեկ անգամ խնդրում եմ ուշադրություն դարձնել թեմաների եւ մեթոդաբանության նույնականությանը, ինքնություն, եկեղեցի, հոգեվորական, ընտանեկան արժեքներ, LGBT, ինչ որ ավանդական արժեքներ ու նման բաներ, հա, այսինքն այն նույն թեմաները, ինչ շահարկում են
Ռուսաստանի շահեր սպասարկող բարձրաստիճան եկեղեցականները եւ ոչ միայն ռուսական շահեր սպասարկող տարբեր քաղաքական եւ պսևդո քաղաքական շրջանակները, կարծում եմ այդ շրջանակների անունները բոլորը շատ լավ գիտենք, հա, եւ այս մարդկանց օրակարգում, այս մարդկանց բերանում բացառապես հենց այս կեղծ մանիպուլյատիվ նարատիվներն են, որոնք ունեն ընդհանրապես մեկ նպատակ 2026 թվականի ընտրություններին մեզ դրթել, ընտրություն կատարել ոչ թե մեր մտքի եւ խղճի հիման վրա, այլ էմոցիայի հիման վրա, վախի հիման վրա։ Իսկ վախի հիման վրա եւ էմոցիայի հիման վրա կատարած մեր ընտրությունը լինելու է մեր ինքնության վերջը եւ ամեն ինչի վերջը։ Հետևաբար մենք պետք է կարողանանք այդ ամեն ինչը մերժել, ֆիլտրել, զատել եւ չհավատալ տարբեր մանիպուլյացիաների եւ ապատեղեկատվության, անգամ եթե այդ ապատեղեկատվությունը եւ մանիպուլյացիան անումը բարձրաստիճան հոգեվորական, ինչա թե ինքը հոգեվորական է։ Այդ հոգեվորականը մեզանից սուրբ չի ու չի կարա լինի, այդ հոգեվորականը ի սկզբանե լույս աշխարհ գալով առաջին մեղքի կրողներից մեկն է, հետաբար սա սուրբ չի կարա լինի եւ ուզում է հոգևորական լինի, ուզում է քաղաքական հոգևորական լինի, նման մանիպուլյատիվ կեղծ, այո, մեր ինքնությանը դեմ եւ պետությանը դեմ, մեր ապագային դեմ նարատիվներ տարածող, Ռուսաստանի շահերը սպասարկող, անկախ նայից ինչ ուզում է լինի, իրեն պետք է մերժել եւ արհամարել ու չտրվել այդ մանիպուլյացիաներին։ Իհարկե այդ տեղեկատվությունները շատ հաճախ փորձելու են մշակվել շատ պրոֆեսիոնալ, որ առաջին հայացքից շատ հավաստի թվան։ Հետևաբար այստեղ գալիս է իշխանությունների սիրելի բառը՝ ժողովրդի ողջախոհությունը։ Այստեղ պետք է գա մեր ողջախոհությունը առաջ եւ մենք մի վարքյան էմոցիոնալ արձագանք անելուց առաջ մի վարքյան ետ կանգնենք, մտածենք մի վարքյան եւ հասկանանք, թե այս տեղեկատվությունը ինչի է եկել ինձ։ Ինչ է ուզում այս տեղեկատվությունը ինձանից։ Հետո փորձել այս տեղեկատվությունը գտնել այլ աղբյուրներից, համադրել, հասկանալ, որ այս հոգևորականը, այս քաղաքական գործիչը, այս հասարակական գործիչը մեզ մանիպուլացնում է, սպասարկում է Ռուսաստանի նարատիվները եւ չտրվել դրան։ Ու տեղեկատվությունը ես ձեզ էլի եմ խնդրում, երևի հազարերորդ անգամ, ցանկացած տեղեկատվության, առավելևս տեղեկատվություն, որը վերաբերում է զգայուն թեմաներին, հազար անգամ չափեք, հետո մասնակիցը դարձեք Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմին, որովհետև եթե ես զգայուն թեմաներով տեղեկատվություն եմ ստանում, որը բորբոքում է իմ էմոցիաները, եւ սկսում եմ այդ տեղեկատվությանը հերիք չի հավատալ, այսինքն այդ ապատեղեկատվությանը սկսում եմ հավատալ, մանիպուլացվում եմ, ես մի հատ էլ սկսում եմ տարածել իմ շրջանակներում, եւ ինչ է դա լինում։ Դա լինում է, որ ես եւս գործի քայնացվում եմ ու մասնակից եմ դառնում Հայաստանի իմ դեմ տարվող հիբրիդային պատերազմին։ Ինչ թվում է մենք այս թեմայով դեռ շատ ենք խոսելու, հնարավորություն ունենալու ենք խոսել, առավելևս 26-ը սայրի ետևում չէ։ Այնուամենայնիվ, խնդրում եմ նաև ուշադիր լինել ու ա, պահանջել նաև, այո, հանրային իշխանություններից, որպես իրենք էլ ինստիտուտների մակարդակում իրականացնեն իրենց պարտականությունները, այսինքն պաշտպանեն նաև մեր կոգնիտիվ տիրույթը ռուսական եւ տեղական հոգեվոր ու քաղաքական աղբած։ Շնորհակալություն, բաժանորդագրվեք ալիքին, իսկ օրվա զարգացումներն էլ հետևեք Telegram-յան ալիքում, որը հղում է տեսանյութի մեկնաբանության բաժնում է։